Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Հարավային Կովկասում գլխավոր փոփոխությունը փորձագետների գնահատմամբ անվտանգային նոր միջավայրի ձևավորումն է։ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի մասնագետներն են նշում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը մոտ է 0-ի։ Ամենայն հավանականությամբ առնվազն այսպես կլինի մինչև նախագահ Տրամփի վարչակազմի գործունեության ավարտը, այսինքն մինչև 2029 թվականի հունվար։ Եվ հենց այս պատուհանը ճիշտ օգտագործելու եւ խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու անհրաժեշտություն են տեսնում մասնագետները, որոնք եզրահանգել են, որ դրան հասնելու տարբերակը Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակումն է։ Այս համատեքստում թրիփը կարևոր, բայց ոչ բավարար քայլ է։ Հայաստանին կարևոր է ստանալ երկերը, հետո մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի քաղաքականության մասին եւ այս մոտեցման մասին, ապա մեզ պետք է երկ դեպի միջերկրական ծով եւ Պարսից ծոց։ Այդ դեպքում անհրաժեշտ է բացել այն այլ հաղորդակցությունները, որոնք կան, մասնավորապես երկաթգծի մասին է խոսքը, որը դեռ այսօր ըստ օրակարգի չեն, բայց նույնիսկ ըստ Վաշինգտոնյան պայմանավորության կա փոխադարձ առավելությունների մասին բարակապակցությունը, որը նշանակում է, որ եթե տրիպը տեղի ունենում, ապա այլ ճանապարհներն էլ պիտի բացվեն։ Բայց այս ուղղությամբ դեռ մենք լուրջ քայլեր կամ քաղաքական որոշումներ չենք տեսնում։ Թրամփի ուղին առաջին հերթին աշխարհաքաղաքական նախագիծ է եւ դրա տնտեսական ազդեցությունը Հայաստանի համար կարող է էականորեն փոխվել, նկատում են բանախոսները։ Նրանց հաշվարկով միայն թրիփի գործարկման դեպքում Հայաստանի տարեկան տնտեսական շահը կարող է կազմել մոտ 23 միլիոն դոլար։ Եթե ընդհանուր ապաշրջապակում տեղ ունենա Հարավային Կովկասում, ապա թիվը կաճի մինչև մոտավորապես 388 միլիոն դոլար տարեկան կտրվածքով։ Այսինքն տարբերությունը մոտավորապես 16 անգամ։ Ադրբեջանի դեպքում պատկերը էապես այլ է։ Օրինակ տրիպի դեպքում Ադրբեջանը կստանա տարեկան մոտավորապես 230 միլիոն դոլար տարեկան, իսկ ընդհանուր ապաշրջափակումից 329 միլիոն դոլար։ Այսինքն այստեղ տարբերությունը մեծ չի, մոտավորապես 1.4 անգամ է։ Հետևաբար մենք գալիս ենք այն եզրակացության, որ Ադրբեջանի համար ընդհանուր ապաշրջափակումը շատ չի տարբերվում տրիպից, իսկ մեզ համար էականորեն տարբերվում է։ Մինչդեռ ադրբեջանական փորձագիտական դաշտում ոչ միանշանակ է դրական գնահատվում թրիփը։ Թրիփը չի նախատեսում անցում նույն պայմաններով ադրբեջանցիների համար Ադրբեջանից Նախիջևան, ինչպես օրինակ մենք երթևեկում ենք Երևան-Գյումրի կամ իրենք երթևեկում են Բաքու-Սումգայիթ։ Հասկանալի է, որ այդտեղ լինելու է անցակետ, սա այն չէ, ինչ, այսպես ասենք, ադրբեջանցիների լավագույն ցանկություններն են։ Եվ մեր շփումների ընթացքում դա հստակ արտահայտվում է, որ թրիփը չի բավարարում ադրբեջանական կողմի ցանկությունների 100%-ով։ Թուրքիայի համար նախագիծը շահավետ է։ Ադրբեջան տանող ճանապարհը զգալիորեն կկարճանա, զգայուն է հատկապես Իրանի գործոնը, քանի որ նախատեսվող երթուղին անցնելու է հենց իրանական սահմանի հարևանությամբ։ Ռուսաստանի դեպքում վերջնական դիրքորոշումը ըստ փորձագետի դեռ ամբողջությամբ հստակ չէ։ Ռուսաստանը դեռ վերջնական իր մոտեցումը թրիպի վերաբերյալ չի հայտնել։ Դա կարող է պայմանավորված լինի երկկողմանի իրադարձություններ հիմնականում տնտեսական ոլորտում, որը տեղի ունենում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, դա կարող է պայմանավորված լինել ընդհանուր Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Այսինքն այստեղ Ռուսաստանի դիրքորոշումը կարող է փոխվել։ Ապրի Արմենիայի փորձագետները եզրակացնում են, Հարավային Կովկասի համար շահեկան կլինի, եթե այն դառնա ոչ թե սրված մրցակցության, այլ գործակցության հարթակ։ Հանգամանք, որ կարող է լրացուցիչ տնտեսական քաղաքական ազատություն հաղորդել կողմերին եւ ձևավորել տարածաշրջանային ինքնություն, ինչը պակասում է Խորհրդային Միության փլուզումից ի վեր։ Վոլոդիա Մուշաղյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։